ձեզ Տիկին Գևորգյան, այսօր լուր ակցիա է իրականացվում, անհետ կորածների ծնողները այսօր այստեղ են իրենց վշտով, ես գիտեմ, որ համահայկական ճակատը պարբերաբար գտնվում է ծնողների կողքին և կարծես թե այս իշխանությունը շարունակում է մնալ լուր, ինչ կասեք դուք։ Այո, շատ դժվար է նայել ծնողներին, շատ դժվար է այս ամեն ինչը տեսնել և ասեմ ձեզ, որ գոնե այնքան ինքնասիրություն ունենա կառավարությունը, որ ընդունեն, ոչ թե ընդունեն ամեն հարցում փոխնախարար Արման Սարգսյանի պես սա վրիպակ է եղել, սա թյուրիմացություն է եղել։ Վրիպակով կցանկանամ իրենց երեխեքը արժանանան նույն դատաստանին, շատ կոպիտ եմ ասում։ Եվ այո, միայն մեր առաջնորդն է, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, որ անդրադառնում է գերիների եւ անհետ կորածների այդ հարցերի շուրջ, որպեսզի փորձի ինչ որ մի հարցով կարողանա շատ թեկուզ չնչին աջակցություն հայտնի։ Այս կառավարությունը, ասում եմ, պետք է այնքան իր մեջ տղամարդկություն հավաքի, որ դուրս գա այս ծնողներին ընդունի։ Քանի օր առաջ ընդունել էր Քոչարյան Անդրանիկը, որ էլի ոչինչ չէր ասել։ Նույն Քոչարյան Անդրանիկի տղան իբր թե այդ ժամանակահատվածում ծառայում էր բանակում, բախ ինքը անհետ չկորավ, ինքը չզոհվեց, ինքը չգերեվարվեց։ Այդ ինչ իրանց երեխա են, այս անհետ կորած երեխեք, իրանց արյունը կարմիր է, իրանցը ոչ։ Ես ուղղակի ապշած եմ, իհարկե հույս չունեմ այս կառավարությունից, մինչև կառավարությունը չփոխվի, մինչև զինվորական խելացի ուժով լիդեր չունենանք, այս հարցին անդրադարձ չի լինելու։ Այո, շատ ցավալի է այս ամենը տեսնելու ու ցավալի այն է, որ մեր ժողովուրդը չի համախմբում, եթե համախմբվենք, գուցե ինչ-որ մի բանի հասնենք, գուցե հասնենք, որ համախմբվենք։ Յուրաքանչյուրը պետք է իր վրա զգա, այս երեխեքը, որ գերեվարվել են կամ անհետ կորել են, իրանք իրանց համար չեն արել, հայրենիքն են պաշտպանել, որ մեր հայրենիքում նաև ապրում են այսօրվա մնացած ժողովուրդը, պետք է բոլորս համախմբվենք և միահամուռ կանգնենք ծնողների կողքին։